նագետներ և թանձրուկ նույն մսի խառնուրդից։ Անհրաժեշտ է հավի կրծքամիս, սոխ, սխտոր, համեմունքներ և բրինձ։ Բրինձը խաշել այնպես, որ ջուր խոնավություն չմնա մեջը, 1:2-ի հարաբերությամբ։ Թողնել հովանա, բլենդերով բոլորը միասին հարում ենք, ավելի համասեր զանգված ստանալու համար, իսկ եթե աղում ենք մսաղացով, ուրեմն 2 անգամ։ Եռացող ջրի մեջ ձևավորած գնդիկները եփում ենք 5-ից 7 րոպե, ջրին նախօրոք մի փոքր աղ ավելացնելով։ Զուգահեռ սոխ ենք տապակում, կարմիր պղպեղի մածուկ, սերուցք։ Տեղափոխում ենք մսի գնդիկները և ևս 5 րոպե եփում։ Կանաչի կտրատած և անջատում ենք։ Շատ հարմար է սպագետիի և կարտոֆիլի պյուրեի հետ մատուցել։ Իսկ նագետների տարբերակը ինձ թվում է պարզ է։ Ցանկության դեպքում կարող եք մեկ անգամ ևս ձվի և պաքսիմատի մեջ թաթախել, եփել աերոգրիլում, ջեռոցում կամ առատ ձեթի մեջ։ Մատուցում եմ դանդուրի սոուսով։ Բարի ախորժակ ձեզ։